որով ուզում եմ սկսել իմ պատկամը սիրելիներ, որ երեկոյան եմ սերդիս դերվե և ստացել եմ դա հայտնություն առաջի գլուխ 18-րդ համարն է։ Աստված խոսում է իր խոսքով մեր յուրաքանչյուրի հետ և 18-րդ համարի մեջ այսպես է գրված. Ես կենտանի եմ և ես նա եմ, որ մեռա և ահա կենտանի եմ Հավիդյանս Հավիդենից և ես ունեմ մահվան և դժոխքի բանալիները։ Գիտեք, Քրիստոսը նա է, ով հաղթեց մահվանը, Քրիստոսը նա է, ով տառապանքը կրեց, ցավը կրեց, որպեսզի սերը փոխանցի իմ և քո կյանքի մեջ։ Գիտեք, հայրը երբ երկնքից նայում էր, իր սիրտը ցավում էր, որովհետև Քրիստոսը չարչարվում էր։ Գիտեք, մարդ արարածը, ում ստեղծեց Աստված, ինձ և քեզ, մենք ընկանք խնդրի մեջ, մեղքի մեջ։ Եվ այդ ցավը այնքան էր, որ որդուն ուղարկեց և էլ տառապանքը կրեց որդին, դժվարությունը կրեց Հիսուսը, ամենաանարգալից մահով համաձայնվեց մահանալ։ Գիտեք ինչու, որովհետև հոր սրտի մյուս կեսը և ավելին սիրում էր մեզ։ Որովհետև այդ ցավը ինչքան էլ շատ լիներ հոր սրտի մեջ, հայրը սիրում էր մեզ, դրա համար էլ որդու այդ ճանապարհն ու ընթացքը անցավ Քրիստոս, ուզեցավ հայրը, որ որդին անցնի, որպեսզի այսօր ինձ և քեզ ունենա։ Գիտեք, Քրիստոսը առաջինն ու վերջինն է, ինքը կենտանի է, մահացավ և հարություն առավ։ Եվ այսօր հարություն առած Քրիստոս մեր մեջ է սիրելիս։ Գիտեք, մենք ամեն մեկս կարիք ունենք հարություն առած Քրիստոսին տեսնել։ Մենք ամեն մեկս կարիք ունենք հարություն առած Քրիստոսին հանդիպենք։ Կան մեր մեջ մարդիկ, ովքեր վախենում են մահից։ Եթե կան, ես քեզ ասեմ, դու դեռ չես հանդիպել հարության Քրիստոսին։ Եթե մարդ մեկը, ով վախենում է մեռնելուց, ում համար մեռնելը աշխարհի վերջն է, ինքը իր կյանքում երբեք չի հանդիպել հարության Քրիստոսին։ Որովհետև մարդ, ով հանդիպում է հարության Քրիստոսին, հասկանում է, որ չկա վերջ, կա սկիզբ, որը դրեց Քրիստոսը, կա սկիզբ, որը աշխարհը մտածում է, որ մահով ավարտվում է կյանքը, բայց իրականում մահով չի ավարտվում կյանքը։ Մահով սկսում է այն հավիտենականությունը, որի համար ես և դու հենց սկզբից արարվել ենք։ Աստված մարդուն արարեց հավիտենական ապրելու համար։ Ուղղակի մեր մարդկային արժեքները, մտածելակերպը այնքան բարձր է, որ մենք մտածում ենք, որ միայն այս աշխարհի մեջ ապրելն է կյանքը։ Միայն կյանքը ուտել, խմել եւ ապրել, վայելել այս մի քանի տարիները, որի մեջ մենք կանք։ Բայց իրականում Աստված ի սկզբանե մեզ որ արարեց, չարարեց մի քանի տարիների համար, չարարեց 80 եւ 100 տարվա համար։ Աստված մեզ արարեց հավիտենական իր հետ ապրելու եւ հաղորդակցվելու համար։ Եվ եթե դու այն մեկն ես, որ մտածում ես, որ այս կյանքը միայն քեզ տրված է, ուղղակի ապրելու համար, կամ հույս ունենալու միայն այս կյանքի համար Քրիստոսի վրա, գիտեք, Աստծո խոսքն ասում է, դու ամենախեղճալի մարդկանցից մեկն ես։ Որովհետև դու մտածում ես, որ մարդկային կյանքը սահմանափակվում է ընդամենը մի քանի տարիների մեջ։ Մարդկային հնարավորությունները մի քանի տարիներ են, բայց իրականում Աստված կամեցավ, որ մենք ավելին ապրենք իր հետ հավիտենական։ Ուղղակի մենք նայում ենք մեր մարդկայինին եւ սահմանափակվում այդ մարդկայինով։ Մեր միտքը մեզ թելադրում է մի քանի տարիներ, լավ ու վատ ապրած, տանջանքներ, ձեռքբերումներ եւ այսքանը սահմանափակում ենք։ Բայց իրականում Աստված մեզ կանչել է հավիտենականի համար։ Աստված մեզ կանչեց ավելին ունենալու համար։ Ուղղակի մենք նախընտրում ենք մարդկային մի քանի բաներ։ Ուղղակի մեզ համար մեր մարդկային կյանքը, մարդկային ձեռքբերումները, ժամանակավորը դարձել է օրհասական եւ կարեւոր
Եվ դրանից այն կողմ մենք էլ չենք պատկերացնում կյանքը, բայց իրական կյանքը, քրիստոնյայի կյանքը, հարուցյալ Քրիստոսի հետ հավիտենական կյանքն է, որի համար Աստված նախասահմանեց եւ մեզ ընտրեց, կանչեց, որ մենք այդպես ապրենք։ Ես ուզում եմ Ծննդոց գրքից երկրորդ գլխից մի քանի համար կարդամ։ Գիտեք, այս համարները մեզ ցույց է տալիս, որ Աստված մեզ ուղղագի կյանք չտվեց։ Ցույց է տալիս, որ ուղղագի մարդկային կյանքով ապրելու համար չէր մեր կյանքը միայն, որ Աստված ստեղծել էր։ Աստված, երբ որ ստեղծեց աշխարհը, ստեղծեց դրախտը եւ Ադամին դրեց դրախտի մեջ, Աստված մի պատվեր տվեց։ Ասեց ամեն բան կարող ես անել, բացի այս չարի գիտության ծառից ուտելը։ Եվ պատվերն այսպիսին էր, բայց բարին եւ չարի գիտության ծառից մի կեր, որովհետեւ այն օրը, որ այդ ծառիցը ուտես, անշուշտ պիտի մեռնես։ Աստծո խոսքն ասում է, որ եթե այդ ծառից ուտես, պիտի մեռնես։ Եվ երրորդ գլխի մեջ մենք բոլորս գիտենք, որ ամենաառաջինը, որ այդ ծառից բդղից համտեսեց Եվան էր եւ Եվան որ կերավ, Եվան էլ տվեց Ադամին, Ադամն էլ կերավ։ Ճիշտ է, կերավ։ Ուզում եմ հարցնել. այն կյանքը, որը մենք ապրում ենք, մենք տեսնում ենք, որ մեռել ենք։ Աստծո խոսքն ասեց Ադամին, եթե ուտես, պիտի մեռնես։ Ադամը կերավ, մեռավ, ինքը ֆիզիկապես չմեռավ։ Ես ուզում եմ այս հայտնությունը կա իմ եւ քո կյանքի մեջ, որովհետեւ նրանք մահացան հավիտենականի համար, հոգով մահացան։ Իրանց ներսը մահացավ, հոգևոր արժեքը մահացավ նրանց մեջ, բայց նրանք ֆիզիկապես ապրում են։ Դրա համար էլ Աստծո խոսքը մեզ ասում է. եթե ուզում ես այս մարմինը ապրի, մենք ուզում ենք, որ այս մարմնին կերակրենք, լավ պահենք, Աստծո խոսքը պարզ ասում է, պիտի կորցնես, որովհետև դա հավիտենականը չէ։ Եթե դու քո հայացքը մարդկային ու մարմնավոր բաներն են, որով դու ուզում ես երջանկացնես քո մարմինը, լավ կերակրես, պարարտացնես, ամեն բան իր տեղը տնես, ամեն օրհնություններով, Աստծո խոսքն ասում է, այն ինչ որ ուզում ես պահես, պիտի կորցնես։ Եվ Ադամն ու Եվան իրականում չմահացան, իրանք հոգևորապես մահացան։ Եվ նույնը այսօր մեր կյանքի մեջ է, սիրելիներ, երբ որ մենք հոգևոր սկզբունքները, հարուցյալ Քրիստոսի պատգամն ու խոսքը չենք կարող ընդունել եւ պահել մեր ներսը, մեր հոգուն կենսունակ պահելու, մեր հոգևորությունը պահելու, ես քեզ ասեմ, մենք մեռած ենք, բայց կենտանի։ Մեզ թվում է, թե մենք կենտանի ենք, բայց մենք մեռել ենք։ Եվ Եդեմից բոլորս գիտենք, Ադամն ու Եվան դուրս եկան։ Մենք շատ անգամներ մեր մարմինը խնամելու համար մտածում ենք, որ մենք ավելին ենք անում, քան թե Աստված։ Միևնույն է, նրանք մերկ էին եւ Աստված, թեև սխալվան, միևնույն է Աստված հագցրեց, նոր դուրս անեց։ Գիտեք, էլի Աստված պահում մեզ, բայց մեզ թվում է, որ կարևորը մեր մարմնավորն է, կարևորը մեր մարմնավոր վիճակն է, որ լավ պահենք, լավ ապրենք։ Աստծո խոսքը ասում է՝ կեր, խմիր, բայց գիտեցիր, վերջի օրը պիտի կանգնես Աստծո առաջ։ Ես չեմ ուզում ուտել եւ խմել եւ հետո կանգնել Աստծո առաջ, որովհետեւ մարդ, ով ինչպես ուզում է եւ ապրում է, ինչ արժեքներով իր համար կյանքը վայելում է, միևնույն է Աստծո խոսքն ասում է, բոլորս վերջին օրում կանգնելու ենք նրա առաջ։ Մենք ուզենանք, թե չուզենանք, ընտրենք, թե ոչ, կանգնելու ենք։ Եվ երբ որ կանգնեցինք, կամ մեզ համար խոսում է հարուցյալ Քրիստոսը, կամ ասում է, ես չեմ ճանաչում։ Ես ուզում եմ հանդիպել դրա համար հարուցյալ Քրիստոսին, որովհետև նա իմ համար լուծում ունի, հաղթություն ունի, իմ համար ուրախություն ունի, իմ համար երջանկություն ունի։ Այն արժեքը, որը ես այսօր չեմ կարևորում, որը հոգևորն է, Քրիստոսի հետ հանդիպումն է, ես ուզում եմ, որ բոլոր գործերս անեմ հետո դա, բայց իրականում, եթե ուզում եք ձեր կյանքը ապրեցնել, մարմնավորը պետք է մեռնի։ Մարմինը պետք է մեռնի, մինչև չմեռնի, բդուղ չի տա։ Մարմնավոր կյանքը մինչև չմահանա,
մենք կյանքում հոգևորի համար կենտանի չենք լինի, որովհետև մարմինն ու հոգին իրար հագարակ են։ Մենք ուզում ենք կերակրել եւ ամենալավագույն ձևով պահել մեր մարմինը, մարդկայինը, մարմնավորը, դե հոգևորն էլ հարմար կլինի կանենք, չէ, ոչինչ, ես մի անգամ, երկու անգամ, 10 անգամ, մեր ամբողջ կյանքը, տարվա մեջ մի անգամ կհանդիպինք, գիտեք, իրականում Աստված չի ուզում այսպես, Աստված ուզում է, որ մենք ամեն օր իր հետ հանդիպենք, Աստված ուզում է, որ մահվան թակավորությունից մեզ դուրս անի, մեզ դուրս քաշի, իսկ մենք ուզում ենք մնալ մահվան ճիրանների մեջ եւ մագարել, պայքարել, բայց Աստված ուզում է քեզ մեկ ակնթարթում, երբ որ հանդիպես հարուցյալ Քրիստոսին, մահվան ճիրաններից քեզ միանգամից փոխադրում է այնտեղը, որտեղ ինքը հենց սկզբից Ադամին ու Եվային ստեղծեց եւ դրեց։ Գիտեք, իրականում շատերս մենք Եդեմից դուրս ենք ապրում, բայց ուզում ենք Եդեմ։ Մենք Եդեմից դուրս ենք ապրում, բայց ուզում ենք Եդեմ։ Մենք Աստծո ծրագրից, Աստծո խոսքից, Աստծո ճանապարհներից դուրս ենք ապրում եւ ասում ենք Աստված։ Ես ուզում եմ, որ ամեն մեկս հանդիպենք հարուցյալ Քրիստոսին, որովհետեւ անկյանքը, որ Աստված տվել է մեզ ապրելու, չի տվել, որ մենք վայելենք մարդկայնորեն, այլ տվել է, որ մենք հավիտենական արժեքները ձեռք գցենք։ Մենք ունենանք այն հավիտենական արժեքները, որոնք իրականում ինքը ստեղծեց, ինքը տվեց, փոխանցեց մեզ։ Գիտեք, ամենքս գիտենք, որ Քրիստոսը խոսեց աշակերտների հետ, ասեց ես կմահանամ եւ հարություն կառնեմ։ Մենք կտեսնենք իր ծառայության մեջ, որ Քրիստոսը ուր որ գնում էր, կյանքը գնում էր։ Մենք Քրիստոսին բաց թողած ուզում ենք ապրել։ Գիտեք, հոգևոր արժեքները, երբ որ դու պահում ես քո կյանքի մեջ, դու ոչ միայն այս կյանքի խոստումն ունես, այլ նաև հավիտենականի։ Ես չեմ ուզում ապրել այս կյանքում միայն այս կյանքի խոստումները ունենալու համար։ Միայն այս կյանքի ժամանակավոր վայելքներն ու բարիքներն ունենալու համար։ Ես ուզում եմ հավիտենական արժեքները ունենամ, որ Աստված խոսում է իր խոսքի եւ իր գործի միջոցով։ Մատթեոս ավետարան 9-րդ գլուխ 18 համարի մեջ խոսում է իշխանի աղջկա բժշկության մասին Աստծո խոսքը եւ 18-րդ համարի մեջ այսպես է գրում. երբ նրանց հետ եկավ մի բաներ էր խոսում եւ ահա մի իշխան մոտեցավ եւ երկրպագություն արեց նրան եւ ասեց. աղջիկս թերևս մինչեւ հիմա մեռած է, բայց արի ձեռքդ նրա վրա դիր եւ նա պիտի ապրի։ Գիտեք, մարդ, որը ուներ ամեն ինչ, բայց ուներ խնդիր։ Իր աղջիկը կամ մահվան վիճակի մեջ էր, կամ թերևս արդեն մահացած էր։ Ինքը ասում է Քրիստոսը, եթե դու գաս եւ ձեռքդ դնես, իմ աղջիկս կապրի։ Մենք ինչքան մեռած արժեքներ ունենք, որ նույնիսկ ուշադիրել չենք։ Մենք մեռած աղջիկներ, մենք մեռած տղաներ, մեռած հարազատներ ունենք, որ չենք էլ աղոթում նրանց համար, չենք էլ ուզում, որ Քրիստոս հանդիպի նրանց, բայց ես մեկը ասում էր, ես մի աղջիկ ունիմ, որ մեռել է, կխնդրեմ ձեռքդ տնես։ Գիտեք, մենք եթե մի բանին հավատում ենք, մենք գնում ենք դրա հետևից, որովհետև հավատքը գործողություն է, սիրելիներ։ Հավատքը ուղղակի խոսք չէ, հավատքը գործողություն է, եւ այս իշխանը եկել էր Քրիստոսին եւ ասում էր, եթե գաս իմ տուն եւ ձեռքդ տնես։ Եվ 19 համարի մեջ Հիսուսի անակնկալ պատասխանը եւ Հիսուսն էլ ելավ եւ իր աշակերտների հետ նրա ետևից գնաց։ Ոչ ասեց դու դեռ արժանի չես, ես դեռ կմտածեմ։ Հիսուսը երբ տեսավ, լսեց այդ խնդիրը, միանգամից իր աշակերտներին ասեց, որ գնանք այդ տունը։ Գիտեք, եթե դու Հիսուսին քո տուն չես հրավիրում, քո տան մեջ քիչ հետո կտեսնենք սուկի եւ տխրության ձայն կլսվի։ Երբ որ Քրիստոսը քո տան մեջ չեն, տխրությունը, դժվարությունը, աղքատությունը, խնդրեմը քո տան մեջ բարձր ձայն ունի։ Բայց երբ որ դու Քրիստոսին կանչում ես քո տուն, դու տեսնում ես գերբնական։ Դու տեսնում ես
բան, որը չէր մտածում։ Եվ 23-րդ համարի մեջ, երբ Հիսուսը իշխանի տուն հասավ, տեսավ փողահարները եւ խռոված բազմություն։ Մարդիկ, որ արդեն հավաքվել էին, եւ նրանց ասաց. մի կողմ անցեք, այս կողմ եկեք։ Գիտեք, կյանքում մեր կյանքերի մեջ, մեր ականջների տակ շատ ձայներ կան, որոնք միայն տխուր նոտաներ, տխուր հնչյուններ, աղքատություն, դժվարություն, խնդիրներ անընդհատ խոսում են։ Աշխարհը միշտ խոսում է այդ խնդիրների ու խնդիրների մասին։ Ուզում ես դրանցից դուրս գաս։ Ուզում ես դրանց հաղթես, հարուցյալ Քրիստոսին հանդիպի։ Ուզում ես դրանց միջոցով անցնես հաղթական կերպով, փորձե Քրիստոսին քո կյանքիդ մեջ հրավիրել, քո տունդ հրավիրել, քո ներաշխարհիդ մեջ, քո հոգուդ մեջ հրավիրել, որբիսի քո հոգևոր արժեքները, այն բաները, որոնք թանկ են քեզ համար, բայց մահացել են, Քրիստոսին կանչես, որ իր ձեռքը դնի քո վրա։ Եվ իրականում ամբողջին այն ամբողջը բազմությունը, որը խռոված էր, ամենքը մի բան ասում են, Քրիստոսը մի կողմ բերեց։ Գիտեք, մարդիկ ասում են մեռած է, Քրիստոսն ասում է կենտանի է։ Մարդիկ ասում են չի ստացվի, Քրիստոսն ասում է կստացվի։ Մարդիկ ասում են խաչել, Քրիստոսն ասում է հարություն կառնեմ։ Մարդիկ ասում են պարտվում ես, Քրիստոսն ասում է դու հաղթող ես։ Դու վախենում ես, մարդիկ ասում են դու վախկոտ ես, Քրիստոսն ասում է դու զորավոր ես։ Քրիստոսը հակառակն է ասում։ Հարուցյալ Քրիստոսի դեմքին ուրախություն կար, ժպիտ կար, օրհնություն կար։ Մարդիկ ուրիշ բան են ասում, Քրիստոսն ուրիշ բան է ասում։ Մեր խնդիրը Քրիստոսին մեր մեջ ունենալն է, մեր տան մեջ ունենալն է։ Մարմինն ասում է ես տգար եմ, հիվանդություն կա, մահն է։ Նայում ես Քրիստոսին, ասում է ես հաղթել եմ աշխարհին, ես հաղթել եմ թշնամուն, ես հաղթել եմ հիվանդությանը, տգարությանը։ Եվ իրականում Քրիստոսը ասեց մեռած չէ։ Գիտեք, դա հայտարարություն էր, որը լրիվ հակառակն էր։ Ֆիզիկական տեսանելին ուրիշ էր, բազմություն ուրիշ բան էր տեսնում, մարդիկ ուրիշ բան են խոսում։ Քրիստոսն ասեց աղջիկը քնած է։ Ինչ խոսք կա Քրիստոսից այսօր քո կյանքի մեջ։ Այսօր դու հարուցյալ Քրիստոսին հանդիպելուց ինչ ես ուզում լսել։ Նորից հին երգը, նորից պարտությունը, տխրությունը։ Այսօր Քրիստոս քեզ համար նոր հայտնություն ունի։ Քո աղջիկը, քո մեռած արժեքները այսօր կենտանի են, կատարվել է այն մեծ իրողությունը պատմական եւ ֆիզիկական աշխարհում, որ Քրիստոս հաղթել է եւ այդ հաղթանակը շնորհել է մեզ։ Գիտեք, մահը մտածում էր, մահվան խորհուրդը, թշնամին, սատանան մտածում էր, որ Քրիստոսին խաչելով վերջ է դնում աստվածային ծրագրին, բայց աստվածային ծրագիրը կատարյալ է, սիրելիներ, Հիսուսը հարություն պիտի առներ։ Հիսուսը հարություն պիտի առներ իր խոստման համաձայն, այն խոստման համաձայն, որ մարգարեության մեջ գրված էր, եւ իրականում Քրիստոսը ներս մտավ, ասեց, ոմանք ծաղրում էին, ասում էին, որ ինչ քնած, այս մարդը, այս ինչ է ասում, հակառակն է ասում։ Գիտեք, մարդիկ շատ անգամներ փորձում են քեզ ասել, ծաղրել, հակառակը ասել, բայց միևնույն է, Քրիստոսը բազմությանը դուրս հանեց եւ ներս մտավ, եւ նրա ձեռքից բռնեց եւ աղջիկը ոտքի ելավ։ Երբ որ քո ձեռքը բռնեց Քրիստոսը, երբ որ դու թույլ տվիր Քրիստոսը բռնե քո ձեռքը բաց թողեցիր աշխարհից, ինչ որ աշխարհի մեջ ես բռնե, կյանքը կուկա քո կյանքիդ մեջ, կյանքը կուկա քո ընտանիքիդ մեջ։ Եվ ես հավատում եմ, որ այն տեղերը, որտեղ կա մահ եւ մենք տեսնում ենք մեռած բաներ, մենք չենք կարող այնտեղ Քրիստոսին տեսնել, բայց երբ որ Քրիստոս մտավ, ամեն մեռելները ոտքի են կանգնում, ամեն մեռածը կենտանանում է։ Քրիստոսը Հովհաննեսի ավետարան 11-րդ գլխի մեջ, երբ որ Մարիամի ու Մարտայի եղբայրը Ղուգասը մահացավ, Ղազարոսը մահացավ, 3 օր հետո գնաց։ Եվ սա նախատիպն էր, խորհուրդն էր Քրիստոսի հարության, արդեն 3 օրվա մահացած էր։ Եվ երբ որ հասավ, շատերն ասեցին Տեր դու ուշացար։
Լավ կլիներ, որ լինեիր, կարող էիր ինչ-որ բանով օգնել, բայց ափսոս ուշացար։ Բայց Քրիստոսը շատ հրաշալի կերպով ասեց, որ ես եմ հարությունն ու կյանքը։ Եթե ինձ հավատաս, թեև մեռնես, պիտի ապրես։ Այն մարմինը, որը ուզում ենք պահել, խնամել, որ ապրի, թեև մեռնի էլ, պիտի ապրի, որովհետև մեր հոգևոր կյանքի մեջ թույլ ենք տվել Քրիստոսը կենտանություն բերի։ Այս մարմինը եթե ուզում ենք պահել, մենք հոգևորը պիտի արթնացնենք իր մեջ։ Մենք հոգու կանչն ու հոգու մղումը պիտի արթնացնենք նրա մեջ։ Եվ բոլորս գիտենք Քրիստոսը Ղազարոսին մեկ խոսքով հրաման տվեց, ասեց Ղազարոս դուրս արի։ Եվ Ղազարոսը դուրս եկավ։ Գիտեք, Քրիստոսի ամեն խոսքի մեջ զորություն կար, կյանք կար։ Եւ երբ որ խոսեց Ղազարոսի կյանքի վրա, շատերը տեսան եւ ապշահար եղան եւ ասեցին՝ միթե մահն ու կյանքն էլ է իր ձեռքը։ Իրականում Քրիստոսի ձեռքն է ամեն բան։ Ուղղակի մենք դա չենք տեսնում, որ այդպես է։ Աստծո ձեռքն է մահը եւ կյանքը, ամեն մեկի ժամանակը, որ մենք հիմա ապրում ենք։ Մեր սկիզբն ու վերջը ինքն է գծող։ Ուղղակի մենք մտածում ենք, թե պատահական է, այս մեկը այսպես ստացվավ, այս մեկը այս ժամանակին մահացավ, այն մեկը այն ժամանակին։ Ամեն բան մեր Տիրոջ ձեռքերում է։ Նայեք այդ ձեռքերին եւ տեսեք, որ այդ ձեռքերը հաղթական ձեռքեր են։ Եվ Ղազարոսը հարություն առավ։ Եվ ես հավատում եմ, որ ամեն մեռածը, որ իմ եւ քո կյանքի մեջ կա, միևնույն է, եթե հանդիպի Քրիստոսին, հարություն պիտի առնի։ Գիտեք, Քրիստոսի մահվան ժամանակ բոլորը փախան, տխրան եւ մտածեցին, որ ամեն բան ավարտվեց եւ վերջացավ։ Բայց իրականում պատմության մեջ կատարվեց այն հրաշալի իրողությունը, որ երբևէ կատարված չէր։ Պահապանները կանգնած Քրիստոսը հարություն առավ։ Քրիստոսը հարություն առավ մեռելներից եւ լուրը տարածվեց եւ աշակերտները իմանալով սկսեցին վազել դեպի գերեզմանատուն, որտեղ դրված էր Տիրոջ մարմինը, եւ հանդիպեցին մի հրեշտակի, եւ հրեշտակը մի ավետիս տվեց. ինչու եք կենտանին ողջը մեռելների մեջ մանկալիս։ Գիտեք, մենք շատ անգամներ մեռած արժեքներ ունենք եւ դրանց մեջ աստվածային օրհնություն ենք ուզում գտնել։ Ման մի կարեք, որովհետեւ Աստծո խոսքն ասում է ինքը հարություն առավ։ Մինչեւ որ չհանդիպես հարուցյալ Քրիստոսին, քո մեջ եղած հոգեվոր եւ այն աստվածային արժեքները, որոնք ապրելու եւ հարության կարիք ունեն, դրանք չեն կենտանանա։ Եվ երբ աշակերտները տեսան Քրիստոսին ճանապարհին, հանդիպեցին նրան, ամեն մեկը սկսեց բժշկություն, օրհնություն եւ զորություն հագնել։ Գիտեք, նույն Պետրոսը, որը փախել էր, վախեցել էր, երբ որ հանդիպավ Քրիստոսին, մխիթարություն ունեցավ։ Երբ որ հանդիպավ Քրիստոսին, տեսիլք ստացավ։ Եվ ամեն մեկը, ովքեր հանդիպան Քրիստոսին, հարուցյալ Քրիստոսին, ամեն մեկը, ով ինչի կարիք որ ուներ, Քրիստոսին տեսնելով վերցրեցին եւ հասկացան, որ Քրիստոսը վերջ չունի։ Քրիստոսին չի կարելի ասել, որ իր թակավորությունն ու ծառայությունն ու արկայությունը այս թվականից այս թվականներ, նա ամենն է հավիդյանս կենտանի։ Նա էր, որ եկավ մարմնով, մահացավ, խաչվեց եւ հարություն առավ։ Եվ նստավ հոր աջ կողմը։ Գիտեք, մենք այսօր ունենք մի Աստված, որ ոչ թե ասեց դա, այլ կատարեց եւ այդ ամենը շնորհեց մեզ, որ մենք հաղթական եւ օրհնյալ ընթացք ապրենք։ Հռոմեացիներ 8-րդ գլխի մեջ շատ հրաշալի կերպով խոսում է հարության մասին, 11-րդ համարի մեջ այսպես է գրված. իսկ եթե Հիսուսը մեռելներից հարուցանող հոգին ձեր մեջ է բնակված, ուրեմն նա, որ Քրիստոսին մեռելներից հարուցանեց, պիտի կենտանացնե ձեր մահկանացու մարմիններն էլ իր հոգով, որ ձեր մեջ կբնակվի։ Գիտեք, Քրիստոսին հարություն տվող հոգին այսօր երկրի վրա է։
Հիսուս խոստացավ, որ երբ որ ինքը հարություն առավ, հոր կողմը, հոր աջ կողմը գնաց, մեզ որբ չի թողնի։ Այլ այն հոգին, որ իրեն հարություն տվեց, այդ հոգին կուղարկի, որ այդ հոգին մեր մեջ կա, մեզ էլ կենթանի պահի, մենք էլ կենթանի լինենք վերջի օրը, երբ մենք մեր մարդկային անձերը, մարդկային մարմնավոր մտածելակերպը կթաղենք, հոգին կբարձրանա, աստվածային նշանակությունը, աստվածային ծրագիրը իմ և քո կյանքի մեջ իրական կլինի։ Գիտեք, հարուցյալ Քրիստոսը մեծ զորություն ունի։ Փիլիպեցիների 3-րդ գլխի 10-րդ համարի մեջ Պողոսը բանդից նամակը գրելուց հետևյալն է գրում։ Ասում է 9-րդ համարը կարդամ, ու իր մեջ գտնվիմ, ոչ թե իմ արտարությունս ունենամ, որ օրենքից է, ապա Քրիստոսի հավատքից եղած արտարությունը, որ Աստծոց է հավատքով, որպեսզի ճանաչեմ նրան և նրա հարուցյալ զորությունը, որ նրա չարչարանքներին հաղորդ լինեմ, նրա մահվանը կերպարանք առնելով, որպեսզի մեռելների հարությանը հասնեմ։ Պողոսն աղոթում է, որ ճանաչի Քրիստոսին և նրան հարություն տվող զորությանը։ Սուրբ Հոգուն, որովհետև այն զորությունը, որ Քրիստոսին հարուցանեց, այսօր ամենադժվար խնդիրը, որ մարդը երբևէ կարող է ունենալ, դա մահն է, բաժանումն է, սիրելիներ, բայց միևնույն է, մահը բաժանում չի Աստծո համար։ Աստծո համար մահը նոր սկիզբ է հավիտենական, որը մենք այսօր ավելի երկրորդական ենք համարում, քան մարմնավոր կյանքը, բայց Աստծո խոսքն ասում է, որ այն ինչ որ վերջանում է Քրիստոսով, ինքը իրականում չի վերջանում, ինքը ավելանում է, ինքը բազմապատկվում է և անցնում է դեպի հավիտենականություն, դեպի դրախտ, որը մենք կորցրեցինք Ադամի մեղքի միջոցով։ Եվ ես հավատում եմ, որ մենք երբ հանդիպենք հարուցյալ Քրիստոսին, մենք կնորոգվենք, մենք նպատակ կստանանք, մենք հոգևոր արժեքների հարություն կունենանք և վերջի օրվա խոստումը կունենանք, որ թեև մեռնենք, միևնույն է, պիտի ապրենք։ Տեր օրհնե, եկեք կանգնենք ոտքի, մեր Աստծուն փառք տանք և աղոթենք։